Պարոն Ալոյան, դուք ինչպես կմեկնաբանեք իրավիճակը, չնայած արդեն առիթ ունեցել եք խոսել մեր գործընկերների հետ, քաղաքապետարանի դիրքորոշումը լսեցինք։ Մեր դեպքում այստեղ տեղադրված պաստառը գովազդ չի հանդիսանում, նախ գովազդի մասին օրենքի համապատասխան ինքը չի հանդիսանում գովազդ, այնտեղ օրենքով հստակ կրիտերիաներ կան, թե որն է հանդիսանում գովազդ, սա գովազդ չի հանդիսանում։ Սա իրազեկման ակցիա է։ Երկրորդ, այստեղ քանի որ դա գովազդ չի հանդիսանում, չի կարող կիրառվել ավականու 37-ն որոշումը, որին հղում են անում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Երրորդ 37-րդ այն որոշման այն կետերը, որոնք չեն կարող կողմնորոշվել մի քանի րոպե առաջ քաղաքապետարանի աշխատակիցները, թե իրենք որ հիմքով են եկել այդ գործողությունները իրականացնելու, այն կետերին, որոնց փորձում էին հղում անել, այդ կետերը վերաբերում են այն դեպքին, երբ որ տեղադրված է գովազդ ու գովազդը կրող առարկան, օրինակ էկրանը կանվան։ Երկուսը միաժամանակ ապօրին են, այդ ժամանակ քաղաքապետարանը դրա ապամոնտաժելու մասին է խոսքը։ Սա է, այդ ավականու որոշումը ինքնին այդ ապամոնտաժելու լիազորությունով հանդերձ ապօրինի է եւ մեր կողմից այդ ապամոնտաժելու մասով այդ 37-ն որոշումը վիճարկվելու է դատական կարգով, այդ ամբողջ որոշումը, որով ընդհանրապես քաղաքապետարանի աշխատակիցները այդ գործողությունը իրականացնում են։ Եվ չորրորդ ամենակարևորագույն փաստը, որ սեփականության իրավունքով տարածք են ներխուժել այս մարդիկ, հաստատի այստեղ շենքի մոտավորապես 8.5 մետր հեռավորության վրա գտնվող այս կողքից որտեղից որ տեխնիկան է մտել, այդտեղից սկսած եւ այս հատվածը որտեղ հենց այս բային գործողությունները կասում ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանող տարածք է եւ կազանգել եք օրինակ այլ մարմինների բազմաթիվ անգամ հենց քաղաքապետարանի աշխատակիցներին, ոստիկանների ներկայությամբ խնդրել ենք դուրս գալ տարածքից եւ որևէ գործողություն չիրականացնել։ Ոստիկանության աշխատակիցներին էլ խնդրել ենք վերացնել նշված ներխուժումը, որ հենց ներխուժումը հանդիսանում, սակայն ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել, քաղաքապետարանի աշխատակիցներն էլ ներխուժումը շարունակում են։ Այս մասով մի քանի րոպե առաջ ոստիկանությունը մազանգել նաեւ քաղաքապետարանի առևտրի եւ գովազդի վարչության պետը Արմեն Արաքելյան ինձ հետ զրույցում ասաց, որ գովազդի մասին օրենքի խախտում է, թույլտվություն չեն ունեցել, թեպետ չնշեց, թե կոնկրետ ինչ ապրանք եւ ծառայություն է գովազդվում այս պաստառով։ Իհարկե հիշեցի, որ խոսքը Սամվել Կարապետյանին կարելի է երևի քաղաքական ակցիա գնահատել, չգիտեմ, կամ նմանատիպ մի բան, բայց ասաց, որ պետք է թույլտվություն լինի կամ քաղաքական գովազդի, բայց նախընտրական շրջան չէ, քաղաքական պրոցեսներ չեն, կամ ապրանք ծառայության գովազդի համար։ Այստեղ ընդհանրապես գովազդի մասին խոսք չի կարող գնալ, ինչպես նշեցի, գովազդի մասին օրենքով հստակ սահմանում է տալիս, թե որն է գովազդը եւ որը կարող հանդիսանալ գովազդ։ Սա գովազդ չի կարող հանդիսանալ, սա իրազեկման համար ակցիա ընդամենը լուսանկար եւ տակը գրառում Ազատություն Սամվել Կարապետյանին։ Այստեղ միակ պատճառը այս ամբողջ գործընթացից հենց բուն Սամվել Կարապետյանի լուսանկարն ու ազատության մասով իրազեկումն է։ Ցանկացած այլ բան չէր խորը։ Կարող է օրենքի մեջ ինչ-որ անկատար կետ կա կամ թերի է օրենքը գրված, դրա համար օրինակ այսպիսի ակցիաները, չգիտեմ, որ կետի տակ մտցնեն, ստիպված գովազդի մասին օրենքի տակ է մտցնում։ Տեսեք, չէ, սա իրազեկում է, բոլոր երկրներում են մարդիկ իրազեկման ակցիաներ իրականացնում, Հայաստանում էլ տարբեր իրազեկման ակցիաներ իրականացնում, օրինակ չգիտեմ, օրինակ կոവിഡ്ի ժամանակ իրազեկում են դիմակ կրելու մասին եւ այլն, դա իրազեկման ակցիա է։ Իրազեկումը օրենքով սահմանված որևէ խնդիր չկա։ Տաշիր սթրիթում եւս փակցված ավելի շուտ LED էկրանների վրա տեղադրված նկարը Սամվել Կարապետյանի ելի հեռացրին, սրա մասով ինչ կասեք, էլի ասին թույլտվություն չունեին։ Տաշիր առևտրի կենտրոնում տեղադրված էկրանները դեռևս 2001 թվականից 2021 թվականից սկսած այդ ժամանակվանից օրենքով սահմանված կարգով տեղադրվել են այդ LED էկրանները եւ դրանք մի անգամ տեղադրվելուց հետո երկրորդ, երրորդ, չորրորդ կամ 10 անգամ թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չունեն։ Եվ այդ էկրանների մասով էլ ուրբաթ օրը հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին էկրանների կողոպուտի վերաբերյալ, որտեղ քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անձիկ մոտ եթե չեմ սխալվում 20 LED էկրաններ շուրջ 30-ից 40 միլիոն դրամ արժողությամբ մոտավորապես առանց սեփական տիրոջ թույլտվության վերցրել տարել են ինչ-որ X տեղ։ Դիմել եք որ գոնե վերադարձնեն։ Չէ, դիմելու վերադարձնելու հարց չկա, որտեղ դիմել ենք որ դատախազություն կողոպուտի վերաբերյալ ձեռնարկելու։ Այս բանը դեռ տեղեկություն չունենք, ուրբաթ օրն է ներկայացել։ Եվ մի բան էլ, հիմա տեսեք, այս ձեր երեք է փակցվել թե այսօր առավոտյան։ Ճիշտ ասած այդ մասով տեղեկություն չունեմ։ Լավ, համարին երեք է կամ այսօր առավոտյան փակցվել է։ Ինքը հսկայական ծախս է կատարված եւ մեծ աշխատանք է կատարված։ Հիմա եթե պոկեն եւ վնասելով հանեն, այս ամեն ինչի մասով ձեր գնահատականը որն է լինելու։ Մեր գործողությունները շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, մեր հետագա գործողությունները հետեւյալն են։
Մեր հետագա գործողությունները հետևյալն են, վիճարկվելու են դատական կարգով ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները։ Ցավոք Հայաստան դատավարությունը այնպեսին է, որ 2-3 տարի այդ գործընթացը տևելու եւ ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատակիցների այսպես արխային լինելու բանը այն է, որ այդ գործողությունը 2-3 տարի է տևելու եւ երբ որ վերջում դատական ակտ ունենանք օրինական ուժի մեջ մտած, որով իրենց գործողությունները կճանաչվի ոչ իրավաչափ, միգուցե իրենք այդ համակարգում ընդհանրապես աշխատելուց չլինեն։ Դրա համար հանգիստ հիմա անում են, ասում են օքեյ, գնացեք։ Ոնց է որ դիմադրություն խոչընդոտումներ չեղավ, գոնե կամ փորձեք թույլ չտալ ձեր ֆիզիկապես, բնականաբար ֆիզիկապես որևէ մեկը չէր պատրաստում, չի էլ պատրաստում որևէ տեղ դիմադրություն կամ խոչընդոտում իրականացնում։ Ցիվիլ մարդիկ են, ցիվիլ եղանակով մեր գործողությունները կինարկանացնում։ Դուք ձեր ձևով, մեր ձևով, այո։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն ձեզ։